2014-ը կլինի բավական բարդ տարի, որի ընթացքում մարդիկ պետք է կարողանան սինթեզել երկու որակներ, որոնք կարծես թե հակառակ են։ Այսինքն մի կողմից անհրաժեշտ կլինի միավորվել, միասնականություն դրսևորել, մյուս կողմից պետք կլինի անհատական որակներ, այսինքն անձնական որակներ զարգացնել։ Ինչի համար անհրաժեշտ կլինեն անհատական որակների զարգացումները, նրանց է վերաբերվում հարցը, ովքեր կցանկանան ինչ-որ սեփական բիզնես ստեղծել կամ ինչ-որ արդյունքների հասնել, որոնց հիմքերը 13 թվականին արդեն դրել են։ Իսկ ինչ վերաբերվում է միավորվելուն, այս դեպքում պետք է նշեմ, որ անհրաժեշտություն կառաջանա այն պատճառով, որ հնարավոր են որոշ տարերային աղետներ, որոշ անհարմար, այսպես ասած, բառ չեմ գտնում, վիճակներ, որի ընթացքում միայն համախմբվածություն կկա։ Հայաստանում թե որոշակի վրա։ Ես կոնկրետ նկատի ունեմ Հայաստանը, այն ամենը ինչ ասում Հայաստանում։ Որ ասեմ ավելի ծանր կլինի, քան 2013-ը իհարկե այդպես չի, ավելի թեթև կլինի, բայց թեթև կլինի այն իմաստով, որ հնարավորություններ մի փոքր ավելի կշատանան, այսինքն եթե դու աշխատող մարդ ես, եթե դու ինչ-որ գործողություններ պատրաստ ես ձեռնարկել, նշանակում է դու կունենաս հնարավորություն որտեղ այդ քո ցանկությունները իրականացնես։ Բայց 2014-ը կլինի 13 թվականի սահուն շարունակությունը, որևէ նոր, այսպես ասած, էքստրաորդինար փոփոխություն կամ ինչ-որ ծայրահեղ վատ բաներ, վատ վիճակներ Հայաստանին կարծես թե չեն ասում։ Այն ամենը, ինչ կկարողանան իրականացնել 2014-ի ընթացքում, շատ լավ հիմք կստեղծի, որպեսզի 15 թվականին ավելի լավ պայմաններում բոլորս։ Այս տարի քաղաքական առումով շատ բարդ տարի էր մեր երկրի համար, բախտորոշ իրադարձություններ եղան, որոնք դեռ լիովին չեն անհամտե շարունակական փուլի մեջ են։ 2014-ին քաղաքական առումով ինչպիսի տարի կլինի, ինչ զարգացումներ կլինեն։ Ես կարծում այդ հարցին պատասխանեցի, կլինի 13-ի սահուն շարունակություն, այսինքն որևէ նոր բան տեղի չի ունենա։ Ինձ թվում է փետրվար ամսվա ընթացքում ինչ-որ բաներ տեղի կունենան, որոնք ժողովրդին կստիպեն անհանգստանալ։ Բացի դա, երևի թե այսպես ասեմ, 2014 թվականը, երբ որ իրեն որպես ժամանակամիջոց դիտարկում ես, այնպես է, որ տարվա սկիզբը արդեն շատ ագրեսիվ, շատ խիստ տրամադրվածությունների ժամանակամիջոց է, տարին կսկսվի բավական ագրեսիվ տրամադրություններով, սակայն ամռան ամիսներին համեմատաբար, այսպես ասած, խաղաղություն կսկսի տիրել, խաղաղություն իհարկե այսպես, և շատ կարևոր կլինի աշունը, հատկապես հոկտեմբեր ամիսը, հոկտեմբեր-նոյեմբերի սկիզբ այդ ժամանակամիջոցը, որի ընթացքում մենք, այսպես ասած, տարին ամփոփել կարելի է ասել, քանի որ տեղի կունենան այնպիսի միջադեպեր, այնպիսի իրավիճակներ, որի ընթացքում պարզ կլինի, թե մենք ուր հասցրինք, որտեղից ուր հասանք։ Ու սա վերաբերում է իհարկե ոչ քաղաքական ոլորտին, ընդհանրապես կյանքի բոլոր ոլորտներին, կլինեն նշաններ, ում համար ավելի բարենպաստ է, դա այն նշաններն են, որոնք համարվում են ուժեղ։ Ես իհարկե կողմնակից չեմ այդպիսի դասակարգման, որովհետև ուժեղ և թույլ անվանել անհնարին, բայց ասում են, որ առյուծների, խորերի, կարիճների համար կլինի բարենպաստ, Փառքի ճանաչման հռչակի հասնելու համար լավ ժամանակամիջոց է բույսերի, աղեղնավորների համար, ձկների համար, ասեմ այսպես, որ փափուկ նշանները, այսպես ասած, կշերքը փափուկա, բույսը կշերքը։ Կշերքը ճիշտն ասած այս տարվա ընթացքում իրեն բավական անլուրջ կդրսևորի, որովհետև սովորաբար կշերքները իրենք կողմնակից են նրան, որ
որքան հնարավոր է ոչ կոնֆլիկտային լինի, բոլորին հարմարավետ լինի, բոլորը լավ լինեն, բայց ինչ վերաբերվում է, եթե կշարքը պիտի անձնական հարաբերություններ ստեղծի, ինքը մի քիչ վտանգավոր կլինի, իր հետ հույսեր կապելը այդքան էլ լուրջ չի լինի։ Նո, իհարկե, այս ամբողջը ինչ որ ես ասում եմ, շատ հարաբերական է, որովհետև ընդհանուր նկարագրել ինչ որ մի կենթանակերպի նշան, ինչ որ ընդհանուր բառերով շատ անուշ։ Իսկ փափուկը իրական գարակ, հա, ասենք ես նկատի ունեի ձուկ, խեցգետին եւ այլն, բոլոր այդ նշանների ներկայացուցիչները կցանկանան ձգտել միայնության, որովհետև այսպես ասեմ, հա, ընդհանուր մթնոլորտի տրամադրությունը այդպիսին կլինի, որ նրանք չունենալով ագրեսիվության պաշար, դիմադրելու, դիմակայելու պաշար, իրենք կգերադասեն միայնակության, կգերադասեն հեռու մնալ առնուկից։ Բայց եւ ցույլ է չասեցիք, ցույլը նույնպես միայնության ձգտում կունենա այս տարվա ընթացքում, որովհետև ինքը այս պայքարելուն իհարկե կողմնակից անձնավորություն է, բայց այս տարին իր համար մի տեսակ ավելի ագրեսիվ։ Բայց եղջյուրներն անտեսված են։ Անտեսված չէ, ես բոլորին կպատասխանեմ։ Այդ եղջյուր կոնկրետ ձեզ նկատի չունեմ, ընդհանուր առմամբ կլինեն որոշ այդ եղջյուրներ եւ որոշ երկրորդ, ովքեր բանի տեղ չեն դնի ուրիշների ցանկությունները եւ ցանկացած ձևով, ցանկացած եղանակով լինի դա ինտրիգներ, լինեն այլ կերպ հավակնությունները իրականացնելով հնարավորություններ, իրենք կհասնեն իրենց ուզած։ Եվ ջրհոսները։ Ջրհոսները բավական յուրահատուկ էակներ են եւ իրենց համար իրենք ոնց որ միշտ գտնում են ամեն ինչի ինչպես ասեմ, ոչ թե իրենք ձգտում են յուրահատուկ լինել դրա համար են փնտրում, այլ իրենք ուղղակի կարծես առաջամարտի կլինեն եւ իրենք ամեն դեպքում բոլոր բարդ վիճակները սկզբում իրենք են բացում։ Նա ինձ չի թվում, որ քաղաքականության մեջ գտնվող մարդը ինչ-որ բաներով առավել կամ տարբերվում ամուսներից, նույն կերպ, այսինքն առյուծների համար շատ բարենպաստ կլինի, կարիճների համար բարենպաստ կլինի, կարողանան իրենց ցանկություններին հասնել։ Այսինքն բոլոր այն նշանների համար, բոլոր այն քաղաքական գործիչների համար, ովքեր ի սկզբանե այո ուժեղ են եւ առյուծ, կարիճ եւ խոյ։ Երեքը ուժեղն են, հա, ամենահամարվում։ Չէ, այս տարվա ընթացքում են ավելի հաջողակ։ Ձիու մասին, հա, խոսենք ինչ կբերի, ինչ է։ Ձիու տարին իհարկե ես ամեն անգամ փորձում եմ դա նշել, որ տարին չի սկսվում դեկտեմբերի 31-ի գիշերը, իրականում տարին այս անգամ գալու է հունվարի 31-ին, արևելյան հորոսկոպով ինքը գալիս է մոտ 1 ամիս, ամիս ու կես հետո, այնպես որ սխալ է 5 ամիս ձիու տարվա մասին խոսել, բայց ընդհանուր առումներով ես ասեմ, որ ձին այս տարվա մոտավոր պատկերացումները կազմելու համար, ասեմ այսպես, ձին կբերի մեզ ցանկություն ինչ-որ բաների հասնելու անպայման։ Դա կլինի ներքին զարգացման հետ կապված, դա կլինի բիզնեսի զարգացման հետ կապված, դա կլինի ինչ-որ, չգիտեմ, ընտանիք ստեղծելու հետ կապված, բայց ինքը պայքարելու եւ ինքը ինչ-որ բաների դիմանալու տրամադրություն ունի։ Երևի ձեզ կհիասթափեցնեմ, բայց ինքս ավելի կողմնակից եմ արևմտյան հորոսկոպի, ոչ թե արևելյանին։ Ինչո՞վ է պայմանավորված։ Անձնական, դա իմ անձնական վերաբերմունքն է, որ ես մոտ 20 տարի զբաղվում եմ աստղաբանությամբ եւ ես եկել եմ նրան, որ արևելյան հորոսկոպը, այսպես ասած, ինքը նկարագրում է ընդհանուր մեկ տարվա ընթացքում ծնված մարդկանց, հա, ինքը շատ ընդհանուր է, իմ կարծիքով, որքան էլ որ այնտեղ հիմք կա իհարկե, ինչից ելնելով են իրենց կանխատեսումները անում, այնուամենայնիվ ես կողմնակից եմ մանրակրկիտ հաշվարկի